Ամառային հանգստին զուգահեռ սոցիալական ցանցերում կրկին ավելացել են քաղաքացիների դժգոհությունները։ Մարդիկ պատմում են, որ վճարել են հանգստի փաթեթների համար, սակայն կամ չեն ստացել խոստացված ծառայությունները, կամ էլ մեկնելու օրն են միայն պարզել, որ իրենց ամրագրումը ընդհանրապես գոյություն չունի։ Տուժածները նշում են, որ տուրիստական ընկերությունները ամբողջ գումարը վերցրել են նախապես, իսկ հետո արդեն կամ դադարել են պատասխանել զանգերին, կամ էլ տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են կատարել իրենց պարտավորությունները։ Արդյունքում մարդիկ կորցրել են ոչ միայն գումարը, այլև արձակուրդը, որին այդքան երկար էին սպասել։ Տարբեր ուղղությունների տուրիստական տոմսեր վաճառելով իբրև թե զեղչերով եւ մարդկանց ծուղակը գցել, ներկայանալով ինչ որ անհայտ կազմակերպության աշխատակից։ Ուզում եմ, որ ճանաչեք իր նմանին եւ զգույշ մնաք։ Օրեր առաջ ինքս խաբնվել եմ եւ բավականին մեծ գումար կորցրել։ Սրանց նմաններ իրենց պատիժը դել ստանալու են։ Տուրիստական շուկայում նման դեպքերը նոր չեն։ Մասնագետների գնահատմամբ գործող օրենսդրությունը դեռ իզորու չէ լիարժեք ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը։ Իսկ իրավական գործընթացները հաճախ երկարատև են, ինչի հետևանքով շատ քաղաքացիներ պարզապես հրաժարվում են դատարան դիմելու մտքից։ Ինչ է անում պետությունը նման դեպքերում։ Տնտեսական մրցակցության եւ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում պատասխանատու կառույցները նշում են, վստահեցնում, որ յուրաքանչյուր ահազանգ ուսումնասիրվում է։ Դրանցում սպառողների իրավունքների խախտման հիմքերի առկայության դեպքում նախաձեռնվում է վարչական վարույթ, իսկ խարդախության կասկածի դեպքում նյութերը փոխանցվում են իրավապահ մարմիններին։ Սակայն հարկ է իմանալ, որ քաղաքացիների կրած վնասի փոխհատուցումը հնարավոր է միայն դատական կարգով, լավագույն պաշտպանությունը զգուշությունն է, ընդգծում են մասնագետները եւ հորդորում առաջին հերթին խուսափել, զգուշանալ շուկայականից անհամեմատ ցածր գներով առաջարկվող փաթեթներից։ Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, արժե մանրամասն ուսումնասիրել այն, ասում են նրանք։ Ես չեմ լսել համենայն դեպս, որ որևէ մեկը նման գործունեություն ծավալելուց հետո ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Ցավոք սրտի, դա նաև անդրադառնում է մեր վրա, որովհետև երբ այդ տուժած հաճախորդը գալիս է մեր մոտ, ինքը արդեն չափազանց զգուշություն է դրսևորում, նույնիսկ եղել են դեպքեր, որ ասել են իսկ կլինի մենք գնանք, մեկնենք հանգստի վերադառնանք, նոր վճարենք ձեր գումարը։ Տուրիստական կազմակերպությունների կողմից ճանապարհորդական փաթեթների իրացման պատրվակով խարդախություն կատարելու, այսինքն նախապես դիտավորություն ունենալով չկազմակերպել անձանց ճանապարհորդությունը, սակայն դրա դիմաց հիմնականում խոշոր 500,000 դրամից մինչև 5 միլիոն ՀՀ դրամ գումարներ պահանջելու եւ ստանալու, սակայն ճանապարհորդության կազմակերպման ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելու դեպքերի կապակցությամբ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարբեր բաժիններում վարույթներ հիմնականում նախաձեռնվել են քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այսինքն խոշոր չափերով եւ խմբի կողմից կատարված խարդախության հատկանիշներով։ Ամրագրում կատարելուց հետո նույնպես պետք չէ սահմանափակվել միայն ընկերության հավաստիացումներով։ Մասնագետները խորհուրդ են տալիս անմիջապես կապ հաստատել հյուրանոցի հետ եւ համոզվել, որ ամրագրումը իսկապես կատարված է։ Ձեր անունը գրանցված է եւ վճարումը հաստատված է։ Նույնը վերաբերում է նաեւ ավիատոմսերին, անհրաժեշտ է ստուգել, որ դրանք իրականում ձևակերպված լինեն։ Եթե այնուամենայնիվ դարձել եք խաբեության զոհ, մասնագետները խորհուրդ են տալիս պահպանել բոլոր վճարումների անդորրագրերը, պայմանագրերը, նամակագրություններն ու գովազդային հայտարարությունները, ապա դիմել սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական մարմիններին։ Անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանություն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։